Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո սիրելի հանդիսատես։ Մեկնարկում է ամենակարող երգիչ նախագծի երկրորդ օրը։ Իսկ ինձ հետ է միշտ հմայիչ անկրկնելի Անի Քրիստին։ Եվ բոլորիդ կողմից շատ սիրված Աշոտ Ղազարյանը։ Շատ շնորհակալություն։ Այսօր սիրելի բարեկամներ մրցույթային օր է, այսինքն մասնակիցները երգելու են կոնկրետ թեմայի շուրջ եւ արդեն գնահատվելու են մեր ժյուրիի կողմից։ Այսօր նրանք կատարելու են 6-8 ռիթմի երգեր։ Շատ մարդիկ տարբեր են արձագանքում այդ 6-8-ին։ Օրինակ մաթեմատիկոսներին երբ ասում ես 6-8, միանգամից ասում են 48։ Հաշվապահները լսելով 6-8 միանգամից ասում են 6 գումարած ավելացված արժեքի հարկ։ Եվ միայն 4 հոգի լսելով 6-8 երգեր ոչ միայն լսելու են, այլև գնահատականներ են տալու։ Եվ այսպես երգիչ եւ կոմպոզիտոր մարդ, ում համար թատրոնը ոչ թե սկսում է հանդերձարանից, այլ վերնիսաժի մուտից։ Արթուր Գրիգորյան։ Մեր միակ գեղեցիկ սերի ներկայացուցիչը ժյուրիում, այդ իսկ առումով այսօրվա երգչուհիների միակ հույսը, Նադեժդա Սարգսյան։ Իմ լավ ընկերը, հրաշալի մարդ, ով միակն է այս աշխարհում, որը Թաթա Սիմոնյանի տեսել է առանց գլխարկի։ Գրիգոր Նազարյան։ Եվ ինչպես գիտենք, ամեն հաղորդման ընթացքում մեզ մոտ լինելու է հրավիրված մարդ, ժյուրիի 4-րդ անդամ։ Եվ այսպես, մարդ, ում իրոք կարելի է անվանել 6-8 երգերի մաեստրո Հայկ Ղևոնդյան, Սպիտակցի Հայկո։ Դե սիրելի բարեկամներ, բոլորը պատրաստ են բացի երաժիշտներից, որովհետև երաժիշտը պատրաստ է լինում միայն երբ իրեն հայտարարում են։ Մեր ամենակարող նվագախումբ Կարեն Սևակ Բենդ, Կարենի և Սևակի ղեկավարությամբ։ Ուրեմն մի իմաստուն մարդու հարցնում են, թե լսի, ինչի տղամարդիկ երբ գնում են որսի, իրենց հետ կանանց չեն վերցնում։ Իմաստունը պատասխանում է, որովհետև ոչ մի կին չի դիմանա, որ իր ներկայությամբ տղամարդը որևէ մեկ ուրիշի ասի վախ, էս ինչ մարալ է, վախ հրաշք մարալ է։ Մարալ Դավիթ Ադամյան։ Անուշյալ, չունեմ ճար, չունեմ հանգիստ գունդաթար, քեզ տեսել, մոլորվել, սիրտես տեղից գլորվել, հագիտ խաս ու ատլաս, շուրթերը դատ ու շետխալ, հոնքերդ կամար, յանոջան, մարալ ես, սևուկ սիրուն յար, քեզ տանողին հալալ է, անուր սիրուն յար, մարալ ես, սևուկ սիրուն յար, քեզ տանողին հալալ է, գերել ես քոնազով, մոտ էդ երկեմ են սազով, դուրըտ բաց մոտս կած,
անցած հաղորդումներից մեզ արդեն պարզ է, թե մեր ժյուրիի անդամները ինչպիսի կարծիքներ են ունենում, օրինակ Արտուր Գրիգորյանը երբեք լավ բան չի ասում։ Դե Նադեժդա Սարգսյանի մասին ինչ ասեմ, ինքը հələ պարզ չի ասի։ Գրիգոր Նազարյանը ըստ տրամադրության Հայկո ջան, հույսներս դու ես։ Նախ ուզում եմ ողջունել բոլորիս, ցանկանանք մեզ բարձր տրամադրություն։ Կուզենամ ասեմ Դավիթ ջան, ամենակարևորը որ ֆարս չերկեցիր, մաքուր էր, բայց խաղերդ ավելի վստահ պետք է անեիր։ Նշանակում եմ 8։ Հայկ Ղևոնդյան իր բալն է 8։ Արտուր Գրիգորյան։ Քեզ չի սազում սենց երկեր երկել, որովհետև այս այն դեպքն է, որ ես ասում եմ շաքարը շատ է, այստեղ շաքարը քիչ էր։ Այստեղ պետք է շաքարոտ երկես։ Այդ ժամանակ ծանվում է, մարդիկ սկսում են ուտել, իսկ քո կատարմամբ այս մարալի ես չէի ուտի հաստատ, ոչ մի բան, կնստեի, կլսեի, որ ինչ անհամ ես երգում։ 5 միավոր Արտուր Գրիգորյանի կողմից։ Նադեժդա Սարգսյան։ Իրոք Դավիթ ջան, անցած օրվա երգը քեզ ավելի էր քո ոճի մեջ, այս ոճում էլ պետք է կարողանալ ճիշտ երգել։ Այդ իսկ պատճառով չէ, 5 չեմ նշանակում, բայց գոնե 8 եմ նշանակում, լավ։ Նադեժդա Սարգսյան 8 միավոր եւ ուզում եմ հիշեցնել, որ այսօր 6-8-ի երգերի երեկո եւ բնականաբար նրանք 3 քառորդում չէին կարող երգել կամ 2 քառորդ։ Համար այսօր ես կդնեմ 6-8, 6-8։ Շնորհակալություն։ Գրիգոր Նազարյան։ Գիտեք ինչ, ես մի քիչ առաջ ընկնելով ճիշտ պատկերացնում եմ, որ մեր մասնակիցներից մեծ մասը այսօր չի կարողանալու այնպես երգի 6-8 չափը, որը կարա դա լինի, ինչպես պետքա դա լինի, որովհետև դա այդքան հեշտ չի այդ 6-8-ը երգել, ինչքան մենք պատկերացնում ենք։ Դրա համար մենք եկեք այսօր գնահատենք, թե ինչքանով կարեցան մեր մասնակիցները այդ 6-8-ի բարիերին դեպի գալ, ինչքանով կարեցան դա, որովհետև պարզ է, որ այսպես շատ վերևից խիստ նայենք, այսօր շատ ջղայն կլինենք, եւ ես նշանակում եմ 7։ Գրիգոր Նազարյան 7 միավոր։ 6-8 անգամ շնորհակալություն։ Այս մեր ժյուրին որ սենց սկսեց, ես չեմ պատկերացնում, թե վերջը ինչ պիտի լինի։ Լավ, ինչ որ է։ Հիմա ես կանգնած եմ բարակույրի հետևը եւ այս Տաթև Ասատրյանն է։ Զարմանալի աղջիկ է։ Տարօրինակ անվանումներով երգեր է ընտրում։ Ոնց որ հատուկ անի, որ բան չհասկանամ։ Անցյալ անգամ իսպաներեն երգեց, ասեք դե լավ ոչինչ, մի աղջիկ է, երգեց, մեկը բայց բան չհասկացա։ Այսօր էլ հայերեն է երգում, էլի բան չեմ հասկանում։ Քամը ո՞րն է։ Թողիկը գա ու ասի, քամը ո՞րն է, քամ։ Տաթև Ասատրյան։ Գալիս ես չեմ ու չումանում
Արտուր Գրիգորյան, ձեզանից սկսենք։ Սկսենք։ Համոհոտ կար ստեղ։ Ինձ դուր եկավ, որ այս համոհոտի մեջ կար զսպվածություն, չկար վուլգար ռեստորանային, այն որ բոլորը ուտում են, բոլորը սենց չկացնում են բան, ու ոչ ոք ոչինչ բան չի լսում։ Շատ կարելի էր այս երգը սենց լսել, Ռազմիկ Ամյանի երգն է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Շատ սիրուն էր։ 9 Շնորհակալություն։ 9 միավոր։ Իրոք Տաթև ջան, ինձ համար եթե երգիչ երգչուների մեջ գոյություն ունի այսպեսի մի հասկացողություն, ռիթմը, եթե լավն է, ինձ համար դա ամենամեծ գնահատականն է։ Շատ լավ զգում է իր այդ ռիթմը ու Արտուր Գրիգորյանը ասաց ամեն ինչը զսպվածություն, գեղեցիկ։ Մի խնդրանք ունեմ, գլուխդ երբեք մի կախի ներքև։ Հա, շատ գեղեցիկ էր, ապրես, ես էլ եմ 9 նշանակում։ 9 միավոր։ Իրոք անսպասելի էր իմ համար ջան, որովհետև այդ չափը կարեցար սենց մեջովդ անցկացնես, մեջիցդ ու հոգով դուրս գա, դա դժվար բա էր, ստացվեց։ Մեր սիմ չեմ վախենա 9 եմ։ 9 միավոր։ Հայկո, խնդրեմ։ Ասեմ, որ շատ լավ կատարում էր։ Ռազմիկ Ամյանը իմ ընկերն է։ Եթե դու այս երգով սկսեիր քո երաժշտական կարիերան, հաստատ ճանաչում ձեր կբեր 10 եմ նշանակում քեզ։ 10 միավոր։ Ընդհանուր 37 միավոր եւ կարծես թե առաջին բարձր գնահատականը։ Մենակ ես պինստեի, ժյուրիի տեղը 4-10 նշանակեի պրստեի։ Կինը, երբ շատ է զայրանում տղամարդու վրա, ինչ կենթանու անու ասես, որ չի կպցնում նրան։ Դու էլ ոչխար, դու էլ շուն, դու էլ կապիկ, ինչ խոսքեր ասես, որ չի կպցնում։ Բայց, երբ տղամարդը լիքը ձեռքերով տուն է գալիս, կենթանիները դառնում են ավելի մեղմ, ավելի քնքուշ, հորթիկ, արջուկ, մարալ, էլի մարալ։ Իսկ թե ում մարալն է ուզում լինել, օրինակ Սահակ Ավետյանը, հիմա կլսեք։ Մարալը տեղնիմ, Սահակ Ավետյան։ Նախշուն բարսեր բերենես, գուզե շեյրանը տեղնիմ, խալի
Շնորհակալ եմ ես։ Տակ ջան, այսօր մի քիչ տրամադրություն տվեցիր, ես արդեն բանով եմ գալիս, արդեն մի քիչ բացվեցիր, 8։ 8 միավոր։ Ինձ դուր եկավ այդ գեղեցկական հա, տեմբրը, այդ բերևները որ տենց երգում ես, բռնել ես, հա, տենց ինչ որ գաթայի հոտ էր գալի քո ձայնից։ Տոների ու վերջում որ այդպես վերևները երկեցիր, վերջում ցենց արեցիր։ Շնորհակալություն։ Այդ շատ հետաքրքիր էր։ 7։ 7 միավոր։ Սահակ ջան 9։ Մի քիչ տոնայնության խնդիր կար, բայց 9 միավոր։ Ես միանում եմ Արտուր Գրիգորիչին 7։ 7 միավոր։ Այո։ Ընդհանուր միավորն է 31։ Մի անգամ մեկը ինձ հարցրեց, ասեց, Աշոտ ջան, այ դուք իմանաս, կարող ես բացատրել եք յարը յարոյից ինչով է տարբերվում։ Մտածեցի ու դեռ չկարողացա հասկանալ, թե իսկապես յարը յարոյից ինչով է տարբերվում։ Այն մասնակիցը, որը հիմա ես ներկայացնելու եմ, նա ինձ թվում է հաստատ գիտի տարբերությունը։ Յարո ջան, Լայանա։ Աշխարհի ամենաբարի ժյուրի խնդրեմ։ Լայանա ջան, առաջի օրը ճիշտ ասած ինձ ավելի շատ դուր եկար, երևի սա քո երգը չի։ Այդ իսկ պատճառով 6։ 6 միավոր։ ես ուզում եմ ասեմ, ուրեմն աշխարհի եթե ամենաուժեղ երգիչն էլ լինի, եթե հանկարծ կեստոն վերև ներքև ֆալշալինում, այդ երգը չի լսվի կյանքում, ինչ ձև ուզում ես երգի։ Ես ուզում եմ ասեմ Լայանա ջան, ռիթմիկան տեղին էր, բայց մի քիչ ինտոնացիայի մեջ չէր։ 7։ 7 միավոր։ Գրիգոր Նազարյան։
Ինձ կեցվածքը դուր եկավ, ներկանալ խաղը դուր եկավ, երգը պարզ է, մի քիչ սա պրոստը պիանոյի մեջ մի քիչ ավելի երգ էիր, ինձ թվում է ավելի ինքը կստացվեր 7 7 միավոր։ Այս երգը ես Էլվինա Մակարյանին եմ հիշում։ Ես էլ իմ մանկությունը։ Երկի պատմությունը Լարանա քեզ պատմեմ։ Էլվինան լավ կյանքի չէր, որ այս երկը գրեց։ Գրեց, որ փող աշխատի։ Էլվինան 6-8 գրող կոմպոզիտոր չի է։ Ես էլ 6-8 երկող չեմ։ Պարզ երևում է, վարկած էր, որ Բայց այս Էլվինայի ամենահիշված ու մնացած երգերից մեկը մնա ժողովրդի մեջ էլի։ վարկած էր, կթողեք խոսեմ, շնորհակալություն։ Երբ որ գրեց, ինքը խուլիգան երգչու կերպարով ա գրել այս երգը։ Դու սա կատարեցիր, ուղակի, տակից դուրս է կարելի։ Չէ, վարկած է, կարող է լինի եւ շատ գեղեցիկ ես նայվում այսօր, կան այն օրը, շատ բայց երբ որ մի բանի կպնում եք, մի քիչ այդ երգի պատմությունը իմացեք։ Լարանա ջան, դուր, Յարո ջան երգը ուր։ Չի բռնում, դու շատ գեղեցկուհի, այդ Յարո ջանը մի քիչ պետք է խուլիգանոտ երգվեր։ Այդ ժամանակ կշահեր, բայց կեցվածքիդ վերաբերմունքիդ համար 8 8 միավոր։ Ընդհանուր հաշիվն է 28։ Շնորհակալություն մեր ժյուրի անդամներին։ Բարեկամներ, հաջորդ երգը, որ այս պահին կներկայացնեմ, մեր մասնակիցը կոչվում է Ներիր։ Լինեմ անկեղծ ու ասեմ, որ չիմացա, չեմ հասկանում, ինչը մենք պիտի ներենք։ Ուրեմն Ներիր։ Արտաշ Զաքյան։ Չեմ կարող
Սիրելի Արթուր Գրիգորյան, խնդրում եմ շատ քիչ չլինես, ներիր։ Ես այս երաշխությունը չեմ հասկանում։ Տոնայնություն չեմ հասկանում, ոնց կարա տղեն այս տոնայնությունում երկի այդ վերևները, ինչ է ճղում ձեզ։ Չեմ հասկանում ես սա։ Սևակ չգիտեի, որ դու տենց լավ յոնիկա ես նվագում։ Այդ որդից ես գթե, այդ պզոցը։ Ինքը չի պզացնում, գործիքն է պզացնում։ Գիտեմ, ինքը պզացնում է, որ գործիքը պզում է։ Սա երաժշտություն չի ինձ համար։ 6 միավոր, ես ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօր 6-8 երգերի օրն է։ Գրիգոր Նազարյան։ Արտաժան, գեր խնդիր է իր քեզ գարչև ես երգ կատարել, որովհետև ինձ իմ կարծիքով թե տեմբրով, թե ամեն ինչով, թե նապորով, թե ամեն ինչով ինքը քոնը չէր, բայց ես հիմա ուզում եմ գնահատեմ, թե ինչքանով կարեցար դու գաս ու հասցնես տեղես երգի, ինչ որ տրամադրություն տաս 7 միավոր։ Այո։ Նադեժդա Սարգսյան։ Չեմ ուզում շատ խիստ լինեմ, որովհետև երիտասարդներ են, ամենայն դեպս Արտաշ ջան, իրոք այդ վերևները ճղ-ճղ ձայնը այդ ամեն միգուցե տանալ նստը պետք է ուրիշ տանալ նստ լիներ, բայց բարձր չէր տոնայնությունը։ Քեզ համար, հա, մեզ համար բարձր էր, ինձ համար այդ ճղ-ճղ էր։ Ես օրինակ այսպիսի երաժշտության տակ, եթե լինում եմ ռեստորանում, ջիգյարով պարում եմ։ Դա չի նշանակում սիրում ես, բայց հիմա ես նստած չկարողացա այդ մեջս ապրել այդ երգը, այդ է հենց խնդիրը, ներքինդ պետք է երգի, ոչ թե ձայնը, ձայնալարերդ, եղավ 6 միավոր, Հայկո։ Արտաշ ջան, ուրեմն մի քիչ քիթ կար մեջը, ձենիտ մեջ, ռիթմիկան նորմալ էր, 8 միավոր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ընդհանուր հաշիվն է 27։ Շնորհակալություն։ Հարգելի ժյուրի, հարգելի ժողովուրդ, այսքանից հետո ասեմ թե չասեմ։ Մեկ ուզում եմ ասեմ, մեկ էլ ասում եմ, բայց ու չասեմ, կամ էլ թողեմ վերջում ասեմ, էլի հաղորդման վերջում ասեմ, որ հետաքրքրելի մարդիկ էլ ուրախ հագիստ կան։ Մեկ էլ ասում եմ, լավ, ինչ եմ ես ինձ հետ գցում սարուծոր բան։ Թող հենց Անետն էլ գա ու ասի։ Անետ Աղաբեկյան, դե ասա։ Վերջերս շատ հաճախ քայլում ենք դանդաղ հանգիստ ու խաղաղ խոսում ենք երկար միասին հազար ու մի թեմայի մասին բայց սիրո մասին չենք խոսում երբեք չգիտես ինչու ամաչում ենք մենք իրար չենք լսում չենք նայում մեկ իբրև այդքան անտարբեր ենք մենք դե ասա որ սիրում ես Քեզ մոտ շատ հաճախ քայլում ես դանդաղ հանգիստ ու խաղաղ սովորել եմ ներիր սիրահարիս երևի թե դու ես սիրելիս բայց հարգում եմ տեսքիցդ մուրու ես ուզում եմ գրկել ու համբուրել քեզ հազիվ զսպում եմ մրիկը սրտիս երանի թե դու ես սիրելիս դե ասա որ սիրում ես Ասա որ ինձ նման տանջվում ես
Նիկո Նազարյան, խնդրեմ։ Անջան, երկը լավն էր ընտրած, քիչ բարձրաձայնում էիր այս երկի ժամանակ շատ, սենց մի քիչ թե ոգևորված էիր, թե մի քիչ սենց շատ էիր ուզում տեղ տար, մի քիչ պետքա մի քիչ չափ էր պետք է երկի մեջ, չափ ու սահման սենց ասեմ, մնացածը սենց մոտդ պորտկումային էր շատ գնում, բայց մաքուր էր, տրամադրություններ, ես 8 կդնեմ։ Շնորհակալ եմ։ 8 միավոր, Հայկո, Անետա ջան, առաջի տունը շատ լավ երգեցիր, երկրորդ տունը էլի ոնց որ նույն բաներն ուզում եմ ասեմ, էլի տոնայնության մի քիչ խնդիր կար։ Բայց 8։ Շնորհակալ եմ։ 8 միավոր, Նադեժդա Սարգսյան, Անետ ջան գեղեցիկ անունով, գեղեցիկ աղջիկ, այսօր քեզ եթե անցած օրը քեզ ոչինչ չէր խանգարում, այսօր շատ գեղեցիկ հագուստ ես էլի հագել ուզում եմ ասել, բայց այդ հագուստը այսօր քեզ խանգարեց։ Այսինքն այս երկի համար քեզ խանգարեց, քայլերը տեին մանր, չէիր կարողանում միշտ պոչդ ուզում էիր բռնել, որ հետ գնալուց չխանգարեր, այսինքն այդպիսի բաները պետք է հաշվի առնես, թե որ երկին ինչ հագուստ է պետք է հագնել, իսկ երկի համար իրոք դուրս եկավ եւ 8։ 8 միավոր, Մերսի։ Արտուր Գրիգորյան, Այնպեսի տպավորություն չող չստեղծի, որ ես 6-8 չեմ սիրում։ Ես սիրում եմ շատ 6-8, ես ինքս էլ մի քիչ ռաբիզ եմ իմ մեջ։ Լուրջ եմ ասում, ես սիրում եմ 6-8, բայց չափուց սահմանի մեջ ամեն ինչը։ Մի քիչ ինձ համար շատ էր, Անիտ, մի քիչ ինձ համար շատ էր։ Եթե ես նստած լինեի ռեստորանում, գուցեև այս դոզան ճիշտ լիներ։ Լավ, մի քիչ պետք է այս 6-8-ը հումորային ժանր է ինձ համար։ Այս 6-8-ի մեջ պետք է գտնել հումորներ, լավ։ Ոչ թե պարել այն ժամանակ, երբ որ սևակն է նվագում, այն միշտ պարել։ Դու հենց սևակը նվագում ես, այն ժամանակ ձեռդ բարձրացնում ես։ Ես գնահատում եմ հագնվածդ, կապած, ինչքանով ես դու պատրաստ այդ 6-8-ը հասկանալու եւ ինչքանով ես հումորով վերաբերվում։ Լավ, ես նշանակում եմ 7։ 7 միավոր, Եթե նկատել եք, շատ շատեր ունեն հետաքրքիր տարօրինակ սովորություն։ Բոլոր բառերի պոչին իք են կպցնում։ Շունիկ, մուկիկ, փիսիկ, միսիկ։ Երևի իրենց այդպես է ստեղծվել հենց հաջորդ երգը, Թելիկ Մելիկ։ Սիրով ներկայացնում եմ Արթուր Հարությունյան, Թելիկ Մելիկ։ Արևեն քո աչքերը վար Ապրում ու խենթանում եմ միայն քեզ համար Սիրուն ես դու այնքան սիրելի Կանոտս չեմ առնում, նայում եմ էլի Սիրուն ես դու այնքան սիրելի Կանոտս չեմ առնում, նայում եմ էլի Հազար ու մի երազով, թելիկ մելիկ քո նազով Իմ աշխարհ ես ես ապրում եմ քեզանով Հազար ու մի երազով, թելիկ մելիկ քո նազով Իմ աշխարհ ես ես ապրում եմ քեզանով Իմ աշխարհ ես ես ապրում եմ քեզանով Լուսինե քո երեսը պես Սիրում եմ քո նայվածքը ու ժպիտը հես Անուշ ես դու այնքան սիրելի Կանոտս չեմ առնում, նայում եմ էլի Անուշ ես դու այնքան սիրելի Կանոտս չեմ առնում, նայում եմ էլի Հազար ու մի երազով, թելիկ մելիկ քո նազով Իմ աշխարհ ես ես ապրում եմ քեզանով Հազար ու մի երազով, թելիկ մելիկ քո նազով Իմ աշխարհ ես ես ապրում եմ քեզանով Իմ աշխարհ ես ես ապրում եմ քեզանով
Նադիրզա Սարգսյան։ Արտուր ջան, դες շատ է ուզում լսեի քեզ այս հենց այս չափի մեջ, որովհետև առաջին օրը դու երգեցիր Շարլ Ազնավուրը, որը ես շատ սիրեցի քո կատարմամբ, ապրես, այսօր էլ եմ ուզում ասեմ ապրես, դուրս շատ եկար եւ ուզում եմ 9 գնահատել քեզ։ 9 միավոր։ Հետ ընկնելը բանը շատ գեղեցիկ էր, ապրես։ Ձեր գնահատականիկը Արթուր Գրիգորյան։ Այս սենց է, էլի, այս զսպությունն է պետք, որ ասում ենք 6 ու 8, ու սենց զուսպ, սենց ճիշտ, լավ տղա կանգնած բեմի վրա, որ չի խանգարում։ Ես այս երգի տակ լավ կպարեի, ներքև էր, բավական ներքև էր, և տղամարդավարի էր հնչում։ 10։ Շնորհակալություն։ Այսօրվա ամենաբարձր գնահատականը 10 միավոր, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գրիգոր Նազարյան։ Իրոք խնդիրը քո առջև դրած լուծեցիր, շատ լավ արեցիր դա եւ ինձ նաեւ դուր եկավ, չգիտեմ, մի քիչ վերջում այդ էմոցիոնալը կարող է մաքրության հետ կապենք, բայց կապ չուներ, էս դա պորտկում էր ու դա լավ եղավ 9։ 9 միավոր։ Հայկո։ Արթուր ջան, ամեն ինչ լավ էր, ուղղակի ընդ մի հատ փոքր մոմենտ կար, այդ թելիկ-մելիկ ոնց էր, հազար ու մի երազով, հետո Մելիք ունազով, իմ աշխարհն ես, ես ապրում եմ քեզանով, քեզանով։ Մինչև ես Հայկոյի երկիչ դարձրեցի ստեղես ասավը։ Համենայն դեպս ես շատ գոհ եմ, Շնորհակալ եմ։ երկիչ շատ գոհ եմ 9։ 9 միավոր։ 37 միավոր, շնորհակալություն։ Այ եթե սիրելի բարեկամներ նկատել եք, կյանքում այնքան ոչ լավատես մարդիկ կան։ Ամեն ինչ գորշ է պատկերացնում, սև ու սպիտակ են պատկերացնում, սևի մեջ, ախր ինչի կյանքը այնքան գեղեցիկ է, այնքան գեղեցիկ գույներով է լցված, այնքան հրաշք է կյանքը։ Օրինակ ես կյանքը տարբեր գույներով եմ միշտ տեսնում, ու իսկապես շատ գեղեցիկ գույներով։ Մեկ կարմիր եմ տեսնում, մեկ կանաչ եմ տեսնում։ Կարմիր կանաչ, մագա։ Կանաչ կարմիր շորերս հագել է, նախ շունակերով գոտիս կապել է, թաքուն, թաքուն, տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել է, կանաչ կարմիր շորերս հագել է, նախ շունակերով
կարմիր շորերը հագել ենք եւ ժյուրիի դիմաց կանգնել ենք։ Լսում ենք ձեր կարծիքները եւ Ես էլ կապույտ բաճկոնով մի տարով մեծացել եմ։ Մագաջան, շատ ապրես։ Լավն է, ռիթմիկայի մեջ երկեցիր, ամենակարևորը նորից մի քիչ տոնայնության խնդիր կա, 8։ 8 միավոր Գրիգոր Նազարյան Մի բան ինձ թվում է բաց թողեցիր շանս, ինքը խաղարկային ուրախ երգ է, եւ տրամադրությունը կարայր ավելի իրան իրոք սարքեիր, երգը իրոք երգվեց, այ դա էր պակաս, այդ տրամադրությունը ժպիտը երգը այդպիսին էր, դա լավ ընտրությունն էլ էր լավը եւ ափսոս որ դա շատ չօգտագործեցիր այդ տրամադրությունը փոխանցես 8 8 միավոր Արթուր Գրիգորյան Այստեղ գրել եմ մագա, լավ ես արել, որ հակել ես, շատ սիրուն ես հակել։ Չգիտեմ ինչու, շատ լավ սվինգ ուներ, հա, երկի մեջ, ռիթմիկան, որ Հայկոն ասում է, շատ ճիշտ է, երբ որ 6-8-ի մեջ կա եւ այդ սվինգ հասկացողությունը, որը շատ լավն էր քո մոտ, բայց ինձ թվում էր դու ստիպված ես երգում ես երգը։ Ինքը հումորային է, չէ՞, ինչ որ այս երգը։ Սուրմա ես քսել, ինչ որ տենց։ Սուրմա քսել ես, բայց չերևաց օբրազիդ մեջ, որ դու տենց հումորով ես վերաբերում։ Ինչ որ իմ մոտ նենց տպավորություն էր, որ դու ուրիշ ազգի ինչ որ երգչի ես եւ եկել ես Հայաստան ու քեզ ասել են, այս երգը անպայման պետք է մրցութային կատարես։ Այդ տենց մրցութային երգ էր։ Ոնց որ դու, ասենք, եկած լինեիր Ուզբեկիստանից։ Տենց ինչ որ տպավորություն։ Այդ համոհոտը, որ մենք ասում ենք, ստեղ էլ պակաս էր շատ։ Լավ էս երգի համար, մի քիչ հումորային 8 8 միավոր Նադեժա Սարգսյան Բագաջան, եթե տեսնում ես բոլորս մի կարծիքի ենք ինչի համար, իրոք շատ հումորային երգա, բայց քո դեմքը շատ սառն էր, այսինքն այն ինչ որ դու երգում ես, դու չէիր զգում, ինձ նույնիսկ չհետաքրքրեց մաքուրը կամ ոչ մաքուր, ինձ պակասում էր այդ հումորային կատարումը, որը ամեն նախադասության մեջ կա հումոր, որը այսօր ոչ մի նախադասության մեջ չզգացինք, պետք է լիներ, կներես 7 7 միավոր եւ 31 միավոր շնորհակալություն Աշուղ Սայաթ նովի նման ես երկու տախ պիտի ասեմ Երկեմ պիտի գիշեր ցերեկ ու սրտի խաղ պիտի ասեմ այս Աշուղ Սայաթ նովայի մասին Իսկ թե ինչ կասի Աշուղ Ռազոյի մասին լսենք հիմա ուշադիր Արտակ Ալավերդյան
զազով, ասում են արդից ռազով, դարձել է աշխուղ սազով, դուրս արի երկար վազով, թեկուզ մի քիչ էլ նազով, բայց մի թող ասե ռազով, դարձել է աշխուղ սազով, դուրս եկան շատի կարդ մազով, խոսում ես հետս նազով, ասում են արդից ռազով, դարձել է աշխուղ սազով, դուրս արի երկար վազով, թեկուզ մի քիչ էլ նազով, բայց մի թող ասե ռազով, դարձել է աշխուղ սազով, Հարգարժան ժյուրի, Ապրես Արտակ ջան, շատ լավ երկեցիր, մի քիչ գերհոգնածություններ է զգացվում, դե բնական է, որովհետև բոլորն է ռեստորանային կյանքով են այսօր, 9 միավոր, Ես գրեցի այդ ընդ գերհոգնածր երկի միշտ, որտեղ շատ սիրուն է, 10 10 միավոր, շնորհակալություն, Նադեժդա Սարգսյան, Արտակ ջան, միշտ ձեր աչքերը ներքև ամաչում ես երև, բայց նույնիսկ աչքերը ներքևում քո ժպիտը զգացվում էր, շատ լավն էր այսօր, ես էլ եմ 9 գնահատում։ 9 միավոր, բայց ոնց որ 10-երի ճանապարհը բացվում է։ հետո Գրիգոր Նազարյան։ ենք Արտուր Գրիգորիչին, տեսնում ես։ Այո, բացվում է, ես էլ եմ 10 նշանակում, Ասում եմ, չէ՞։ որովհետև երևի այս չափի մեջ, այս 6-8 չափը, որ մենք այս այդքան ասում ենք, ամենաստացված իմ համար թե ռիթմով, թե դրամատուրգությամբ երգ եղավ, որը եղավ։ 10 միավոր, ընդհանուր միավորն է 38, շնորհակալություն։ Սովորաբար մարդիկ մատերի վրա են, չէ՞ հաշվում, մեկ-մեկ որ հաշվում, ասես կանգնած հաշվում, չէ՞, 1, 2, ես քեզ 3, ես քեզ 4, ռուսների մոտ էլ է պատկերացնում, մեկը տենց։ Չէ, իման վերջերս իմացա։ Ուրեմն ռուսներն էլ են, չէ՞ տենց հաշվում։ Նադեժդա Սարգսյան, раз, два, три, четыре։ Վասիլը։ Ես ոնց սոսոյի երգը ստացվեց, չէ։ Раз, два, три, четыре, չէ։ Раз, два, три, четыре։ Զարա Մարկոսյան։ Вашу честь, мои родные, это тост. Пусть сияет радость выше, выше звезд. Дай Бог жить вам без печали и тревог. Пусть ведут нас к счастью тысячи дорог. Не стесняйтесь жить открыто и светло. И дарить соседям дружбу и тепло. В час тревожную руку помощи подать. И друзьям ошибки прошлые прощать. Не гневитесь, веселитесь каждый час. Мы живем на этом свете только раз. Удивляйтесь и влюбляйтесь без конца. И любовью озаряйте нам сердца. Раз, два, три, четыре. Выше руки, плечи шире. Дай Бог счастья вам вновь и вновь. 5, 6, 7, 8. Улыбнитесь, очень просим, по-кавказски пьем за любовь. Раз, два, три, четыре. Выше руки, плечи шире. Дай Бог счастья вам вновь и вновь. 5, 6, 7, 8. Улыбнитесь, очень просим, по-кавказски пьем за любовь. Мчатся годы, уплывают, как вода. Жизнь прекрасна, но ужасно коротка. Мир идите, не скрывая чувств своих. Полюбите братья меньших и больших. Пейте ласковое, терпкое вино. Солнце в синих небесах для всех одно. И со мною пойте песенку мою. Обнимаю и целую и люблю. Не гневитесь, веселитесь каждый час. Мы живем на свете этом только раз.
Раз, два, три, четыре, խնդրեմ։ Գրիգոր Նազարյան, Նապորը շատ էր, մի քիչ թեթև էր պետք երկել այս երգը, մի քիչ դա էր։ Դու երևի ուզում էիր տեղ հասնել շատ, մի քիչ դա ինձ բան արեց։ 8 ես կնշանակեմ։ Միավոր, շնորհակալություն։ Зарочка, это не твое. Это кошмарно плохо. Դե բայց օրենքներն է այս մրցույթի։ Ես չեմ կարող 5-ից վերև դնել քեզ 5։ 5 միավոր, Զարա ջան, իրոք քոնը չի, թեկուս հասկանում էր, вроде հասկանում էր լեզուն, ռուսերեն լեզուն, նկատի ունեմ։ Սոչինսկը я знаю, գիտեմ, որ այնտեղից է, քանի որ դորեմիումել է երկել։ Զարա ջան, այս ինչ երկեցողություն է։ Այդ բացի այդ, ինչա նշանակում են ամենալավ երաժշտական մասը, որ գեղեցիկ մեր երաժիշտները շատ լավ նվագեցին, հանդիսատեսին գնացիր մեջքով, ուր գնացիր, չհասկացանք։ Պետք է գաս հանդիսատեսը, դուր առաջին անգամ չես բեմահարթակում։ Մի քիչ Արտուր Գրիգորիչից բարձր, մի քիչ, բայց ավել չեմ կարող 7։ 7 միավոր, շնորհակալություն։ Հայկո, Զարա ջան, ասում էր 6-8-ի մեջի, բայց ասեմ, որ ուզենաս 6-8 կերկես, այն էլ ռուսական 6-8։ Ասեմ, որ կա էլի լիքը աշխատելու, բայց որ երկես կերկես 6-8։ Դե այսօր ես առաջին անգամ եմ երգում իմ ամբողջ կյանքում։ Ես գիտեմ։ Դրա համար Էլ չի երգում։ Դրա համար 8։ 8 միավոր, ընդհանուր առմամբ 28 միավոր, շնորհակալություն։ Դե սիրելի բարեկամներ, բոլոր մասնակիցները ավարտեցին իրենց ելույթը։ Այսօր նրանք երգեցին 6 չափի երգեր, իսկ մենք նրանցից 6-ից 8 անգամ ավել ուրախացանք։ Եվ եկավ ժամանակը ներկայացնելու առաջին օրվա արդյունքները։ Դավիթ Ադամյան, 28, Արտաշ Զաքյան, 27, Լայանա, 28, Զարա Մարկոսյան, 28, Անետ Աղաբեկյան, 31, Սահակ Ավետյան, 31, Մագա, 31, Տաթև Ասատրյան, 37, Արտուր Հարությունյան, 37, Արտակ Ալավերդյան, 38, Կարծես թե այսքանով պետք է ավարտեինք, սակայն ըստ մեր ավանդույթի մենք ավարտում ենք երգով։ Եվ այս պահին ուզում եմ այստեղ հրավիրել մի մարդու, ում շատ հազվադեպ կարելի է տեսնել ժյուրիի աթոռին նստած։ Ում առհասարակ ավելի շատ լսում են, քան տեսնում։ Իսկ մենք նրան համ կտեսնենք, համ էլ կլսենք։ Հայկ Ղևոնդյան, Սպիտակցի Հայկո։ Ես ինչ հարիր դու նարիր թելո, սորով սիրո տերարիր թելո, ես ինչ հարիր դու նարիր թելո, սորով սիրո տերարիր թելո, աման թելո, թելո ջան սիրուն թելո, թելո ջան թելո, աման թելո, թելո ջան սիրուն թելո, թելո ջան թելո Telo
Ավարտվեց առաջին բրցույթային օրը, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ 10 մասնակից սկսեցին պայքարել ամենակարող երգչի կոչման համար։ Ամբողջ շաբաթվա ընթացքում նրանք կպատրաստվեն հաջորդ բրցույթային օրվան։ Որպեսզի մեկ շաբաթ անց մենք կրկին կարողանանք ասել եթերում ամենակարող երգիչն է։ Ոգով երգիչ, սրտով երգիչ, ամեն